Միթե լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի հարուստ մարդ։ Նա ունենում է մի գեղեցիկ աղջիկ։ Շատ փեսացուներ են գալիս, բայց հայրը բոլորին մերժում է, ասելով աղջկաս կտամ միայն նրան, ով իմ չափ հարուստ լինի։ Բայց քանի որ ոչ ոք չէր կարող չափվել նրա հետ իր հարստությամբ, գեղեցկուհի աղջիկն էլ չէր կարողանում ամուսնանալ։ Շուտով նրանց կողմերում հայտնվում է մի կտրիչ ջահել։ Սա ճարում է շքեղ կառք, աշխետ ձիեր, խոսքի տակ չմնացող մի կառապան և գնում հարուստի աղջկան ուզելու։ Ճանապարհին տղան հարցնում է կառապանին. իսկ դու կարողանում ես լավ փչել։ Փչել? Այսինքն սուտ հնարել։ Չէ, չեմ կարողանում, բայց քո ստերը կարող եմ հաստատել։ Դե դա էլ բան է։ Շուտ արա, քշիր հարուստի դղյակը։ Շուտով նրանք հասնում են հարուստի դղյակին, մտնում են բակ։ Կտրիճը դուրս է գալիս կառքից, նայում է դղյակին ու զարմացած մնում։ Հարուստը նրանց դիմավորում է ու հարցնում, թե ինչի վրա է այդպես զարմացել։ Դե մեզ մոտ, պատասխանում է ջահել կտրիճը, տները մի քիչ ուրիշ են։ Այն պալատը այնպիսին է, որ վերին հարկերում լսվում է հրեշտակների երգը։ Միթե, իսկ դու ուր ես գնում։ Արի մի քիչ մնա մեզ մոտ։ Դե իմ ճամփան վերջ չունի, ավելի լավ է ներս չգամ, թե չկուշանամ։ Չէ, արի, աղջիկս այսօր համեղ ճաշ է եփել, դու պիտի անպայման համ տեսես։ Տղան համաձայնվում է։ Իսկ մինչ նա ուտում էր, հարուստը գալիս է կառապանի մոտ և սկսում հարցուփորձ անել։ Հալա մի ասա, քո տերը իրոք էնպիսի պալատ ունի, որ վերին հարկերում լսվում է, թե հրեշտակները ոնց են երգում։ Հրեշտակների մասին բան չեմ ասի, ես չեմ եղել վերին հարկերում, բայց այս աչքովս տեսա 2 օր առաջ, թե ոնց էր հավը բարձրացել տանիքը և կտուցով աստղերն էր կտցում երկնքից։ Հարուստը, որ սա լսում է, անմիջապես վազում է հյուրի մոտ, նստում է նրա կողքին ու հարցնում, թե ուր է գնում։ Ասա, ուր ես գնում և ինչու։ Հարսնախոսության եմ գնում, պատասխանում է ջահելը։ Թեկուզ և հարսնախոսության, բացականչում է հարուստը, միևնույն է, քեզ չեմ թողնի, որ էս գիշերով գնաս։ Տղան մի կերպ համաձայնվում է մնալ։ Ճաշից հետո հարուստը տղային տանում է իր բանջարանոցն ու ցույց տալիս, թե ինչ հսկայական կաղամբ է աճել այնտեղ։ Իսկ տղան նայում է ու միայն ուսերը թոթվում։ Չէ՞ որ, մեզ մոտ էսպիսի կաղամբի վրա նայող էլ չկա։ Իմ բանջարանոցում այնպիսի կաղամբներ կան, որ անձրևի ժամանակ 10, չէ 20 մարդ նրանց տակ կարող է կանգնել ու չթրջվել։ Հենց որ հարուստը սա լսում է, նորից է վազում կառապանի մոտ և կաղամբի մասին ճիշտը իմանալու համար հարցնում է. Ճիշտ է դա, ասա, ճիշտ է։ Կառապանը պատասխանում է. Ես չգիտեմ մեծ է այս տարի կաղամբը, թե չէ, այս ամառ չեմ եղել մեր տիրոջ բանջարանոցում, իսկ այ անցյալ աշնանը հիշում եմ, որ քամին պոկեց տարավ մարագի կտուրը, մենք էլ կաղամբից մի թերթ պոկեցինք ու դրանով կտուրը ծածկեցինք։ Միթե։ Հա, դա մեզ համար սովորական բան է։ Հետո հարուստը տղային տանում է պանրատուն, ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ պանրի գլուխներ կան, և հարցնում է. Իսկ ձեզ մոտ ոնց են պանիրը պատրաստում։ Ոնց։ Մեզ մոտ ձիերով են պանիրը տրորում։ Ոնց թե ձիերով են պանիրը տրորում։ Ու հարուստը նորից է կառապանի մոտ գալիս, պանրի մասին հարցնելու։ Իսկ կառապանն ասում է. Թե ոնց են պանիր պատրաստում, ես չեմ կարող ասել, ես այդ գործը չեմ արել, բայց թե այ ինչ կասեմ, սա լսիր։ Մի շաբաթ առաջ անտառ էինք գնացել փայտ բերելու
եւ հետներս մի գլուխ պանիր էինք տարել։ Երբ որ ուտելու ժամը եկավ, սկսեցինք կացինով պանիրը կտրատել։ Ու ինչ ես կարծում, պանրի միջից մի քուռակ դուրս եկավ։ Դա արդեն հերիք էր հարուստին։ Հյուրին տուն է հրավիրում եւ շարունակ խոսք է գցում ամուսնության մասին։ Իմիջայլոց էսպես, խոսքի մեջ գովում է աղջկան։ Տղան դա նկատում է եւ իբր թե ինքն իրեն ասում. լավ կինը մեծ դժբախտություն է։ Այ թե ես այդպիսի կին ունենայի, բայց դե նա ախր ինձ չի ուզի։ Հարուստը լսում է այս խոսքերն ու հարցնում. ով չի ուզի քեզ։ Քեզ նման կտրիճին ախր ով չի ուզի։ Քո աղջիկը։ Նա չի ուզի։ Դեռ կտեսնենք։ Վաղը կհավաքվենք, վաղը չէ մյուս օրը հյուրերին կկանչենք, երրորդ օրն էլ կպսակվենք։ Չէ, դուք կպսակվեք, իսկ մյուս օրն էլ ձեզ տուն կճանապարհեմ։ Այդպես էլ որոշում են։ Առավոտյան տղան իր կառապանին ասում է. Դե լսիր, մեր գործը շահած է, բայց քանի դեռ մենք էստեղ հարսանիքով կզբաղվենք, դու գնա տուն ու տախտակներից մի բարձր աշտարակ սարքիր։ Հենց որ ես աներոջս հետ կմոտենամ տանը, դու հրդեհ գցիր, թող աշտարակը այրվի։ Աներս կհարցնի, թե այդ ինչ է այրվում։ Ես էլ կասեմ, այ քեզ փորձանք, մենք այնտեղ հարսանիք էինք անում, իսկ այստեղ իմ պալատը այրվեց։ Կաղամբներիցս կոթերը մնացին, պանիրներս ածուխ դարձան։ Ու ինչպես որ որոշում են, այդպես էլ լինում է։ Աները ճիշտ է շատ է տխրում այրված պալատի համար, բայց հետո բացականչում է. Միթե ես քիչ փող ունեմ։ Փեսա, սիրելիս, ինչքան պետք է վերցրու եւ նոր պալատ կառուցիր։